ինչպես պետք է սնվի անձը, ով ունի շաքարային դիաբետ։ Քաղցր են միայն գլուկոզան եւ շաքարը։ Մնացածը քաղցր համ չունեն եւ դրա վրա խաբվում են մարդիկ, չպատկերացնելով որ իրան գլուկոզա են ուտում։ Գերեն ոչ այն մարդիկ, որոնք որ շատ ճարպային սնունդ են օգտագործում, գերեն այն մարդիկ, որոնք շատ ածխաջրատներ են օգտագործում։ Հավելյալ քաշ ունեցողները պոտենցիալ վաղվա շաքարախտով հիվանդներն են, արդեն նրանց մոտ գլուկոզան բադ է յուրացվում։ Երբ որ դու քեզ զրկում ես քո ցանկությունից, ինչ առաջանում մեր օրգանիզմում ստրես։ Ստրեսի ժամանակ արտադրվում է նյութ, որի անունը ադրենալին է, եւ կորտիզոլ, մակերիկամի կողմից։ Երկուսն էլ ստրեսային սիտուացիայի հետ միասին բարձրացնում են արյան մեջ գլուկոզայի քանակությունը։ Բժիշկ ջան, չհասկացա, ես վերջի անգամ ժամը 7-ին եմ կերել, առավոտյան արթնանում եմ ժամը 8-ին, 10 ժամ, 12 ժամ սոված քնած եմ եղել, իմ շաքարն ավելի բարձր էր, քան քնելուց առաջ։ Շատ ճիշտ է։ Գիշերային զրույցներ ամեն ուրբաթ